Հանրային խորհրդի հարգելի նախագահ, հանրային խորհրդի հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ, նախ թույլ տվեք շնորհավորել ձեզ այդ կարգավիճակում նշանակվելու առիթով եւ նաեւ շնորհակալություն հայտնել համաձայնության համար, որովհետեւ կարծում եմ, որ համանդրական այն ձևակերպումը, որ հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, ի վերջո պետք է ամբողջապես իրացվի եւ պիտի ուղղ ասեմ, որ առանց թեթևթանքի, որ կառավարությունը նման հարթակ ձևաչափ խորհրդակցելու տեղ ունենալու շատ սուր կարիք եւ անհրաժեշտություն ունի եւ միշտ է ունեցել եւ ես հույս ունեմ, որ իսկապես նորակազմ հանրային խորհուրդը այդ դերակատարումը կստանձնի, ես ուղիղ ասեմ, մենք ընդհակառակը այս ընթացքում, երբ որ հանրային խորհուրդը կամ չի եղել կամ այդ նպատակի մեջ չի եղել, մենք անդադ տարբեր ձևերով ինքներս ենք փնտրել խորհրդակցելու տեղեր եւ իհարկե աշխատել ենք նման տարբեր ձևաչափերով, բայց դրանք չեն եղել ինստիտուցիոնալ եւ այս իմաստով ամբողջական չեն ծառայել նպատակին։ Իմ ընկալումն այն է, որ հանրային խորհուրդը առաջին հերթին պետք է, եթե հիմա ավելի պոպուլյար տերմիններով ձևակերպենք, մտագրոհի տեղ լինի, որտեղ լինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների, իհարկե նաև մարտավարական եւ կոնկրետ հարցերի վերաբերյալ եւ կարծում եմ, որ իսկապես սա մեզ համար, այդ թվում կառավարության համար լավ հնարավորություն է մեր հետագա գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այն, որ պարոն Խզմարյան դուք նշեցիք, հայրենասիրությունը առանց պրոֆեսիոնալության նույնիսկ վտանգավոր է, ես գիտեք չեմ ուզում սեթևեթել, դա մեր ճշգրիտ ձևակերպում է այն իրադրությունը եւ այն ճանապարհը, որով մենք անցել ենք։ Որովհետեւ ես վախենամ, որ մեր ֆունդամենտալ խնդիրը մեր հանրապետության ձևավորման առաջին օրերից հայրենասիրությունն է առանց պրոֆեսիոնալիզմի։ Ընդ որում դա չի նշանակում, որ Հայաստանում չեն եղել պրոֆեսիոնալներ եւ չկան։ Խոսքը ուրիշ բանի մասին է, որովհետեւ լինել պրոֆեսիոնալ որպես արվեստագետ, լինել պրոֆեսիոնալ որպես գիտնական, լինել պրոֆեսիոնալ որպես առողջապահության ոլորտի աշխատող, լինել պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտում, դա մի բան է, շատ կարևոր բան է, բայց լինել պրոֆեսիոնալ պետության հետ հարաբերություններում եւ պետության ձևավորման հարցում շատ ավելի լուրջ մարտահրավեր է, որովհետեւ առավել եւս մի իրավիճակում, երբ եւ մի հանրության պայմաններում, որտեղ պետականության ավանդույթները հատվածական են, ընդհատված են եւ խորը ձևավորված ինստիտուտներ եւ ավանդույթներ չկան։ Բայց ես նաեւ ուզում եմ միտքը շարունակելով եւ որպես բնաբան մեր այսօրվա քննարկման ասեմ, չնայած Հայաստանում այսօր հիմնականում իշխող տրամադրությունը համեն դեպս հանրային հարթակներին հետևելով հոռետեսությունն է, պիտի ընդգծեմ, որ ինձ համար իշխող տրամադրությունը լավատեսությունն է եւ սա ուղղակի էմոցիոնալ դրսևորում չէ, սովորաբար ասում են, որ հոռետեսը լավ տեղեկացված լավատեսն է, իսկ ով է լավատեսության պայմաններում լավ տեղեկացվելուց հետո հոռետեսության դաշտում հայտնվելով կրկին լավատեսության դաշտում հայտնվողը թերևս նա է, ով ավելի ամբողջական է տիրապետում կամ պատկերացնում իրադրությունը իր բոլոր նրբություններով տվյալ ժամանակաշրջանում եւ պատմական ավելի երկար կտրվածքով եւ ըստ էության ես կարող եմ ինձ իրավունք վերապահել ասելով եւս մեկ անգամ շեշտադրելով այն ինչ առիթ եմ ունեցել հրապարակային ասելու, որ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ ես այսօր շատ ավելի լավատես եմ, քան եղել եմ 2018 կամ 2019, առավել եւս 2020 կամ 2021 թվականին։ Իսկ ինչն է փոխվել այս ընթացքում։ Իմ ընկալման եւ իմ դիտանկյունից
Փոխվել է հետևյալը, որ իմ կարծիքով կառավարությունը ունի նախագիծ, որը շատ կոնկրետ է։ Եվ ես կուզենայի, որ մենք այս նախագծի արկայությունը չդերագնահատենք նաև այն տրամաբանությամբ, որ դա նախագիծ է, որի շեշտը դրված է մեր, այլ ոչ թե ուրիշների անելիքների դաշտում, մեր եւ ոչ թե ուրիշների կողմից կայացվող կամ չկայացվող որոշումների դաշտում եւ իմ գնահատմամբ լավագույն կամ առանցքային փոփոխությունը, որ տեղի ունեցել կառավարության աշխարհընկալման եւ պետական համակարգի աշխարհընկալման մեջ, հենց սա է, եւ ես փորձեցի այս մասին խոսել ազգային ժողովում իմ ունեցած վերջին երկու ելույթների ժամանակ եւ հիմա հատկապես հանրային խորհրդում ուզում եմ ընդգծել սա եւ լավատեսությունը բխում է նրանից, երբ որ կա սեղանի վրա նախագիծ եւ այդ նախագծի իրագործումը 90 եւ ավելի տոկոսով կախված է մեզանից, բացարձակապես մեզանից եւ այն որոշումներից, որոնք կայացնենք մենք որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ եւ կարծում եմ, որ սա ամենակարևոր նորությունն է իմ դիտանկյունից, որը ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել։ Իհարկե լավատեսությունը չի նշանակում երաշխիք։ Սա հաջորդ կարևոր արձանագրումն է։ Ես վերջին շրջանում անընդհատ տարբեր առիթներով, երբ որ խոսում եմ ապագայի նախագծի վերաբերյալ, ասում եմ, որ այդ նախագծի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ ինքը չի երաշխավորված չի։ Եվ սա հաջորդ կարևոր առանձնահատկությունն է, այդ նախագիծը ենթադրում է աշխատանք, այդ նախագիծը ենթադրում է քննարկումներ, որոշումներ, այդ թվում հանրության հետ շատ ակտիվ աշխատանք, այդ թվում քննարկումներ ամենատարբեր ֆորմատներով եւ ես հույս ունեմ, որ հանրային խորհուրդը կդառնա այդ քննարկումների հարթակը։ Նախկին փորձը ասելով ինչն է խանգարել հանրային խորհրդին նման հարթակ դառնալու համար։ Երկու բան։ Առաջինը քննարկումների խիստ քաղաքականացվածությունը եւ սրա հետ զուգահեռ եկող նյարդը։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք քննարկման նոր կուլտուրա ստեղծել հենց հանրային խորհրդում, որը ոչ թե նշանակում է համաձայնության, ինչպես ասվել է, գաղճ մթնոլորտ, այլ ենթադրում է մտքերի եւ գաղափարների շատ սուր բախում աշխատանքային մթնոլորտում առանց լրացուցիչ նյարդի։ Այսինքն գաղափարների, առաջարկների քննարկում առանց թիրախավորման, առանց անձնավորման, առանց պիտակավորման, որը ընդհանրապես մեր իրականության մեջ անսովոր է եւ սա չի վերաբերվում ուրիշներին, սա վերաբերվում է բոլորիս։ Այսինքն մենք նույն միջավայրի ծնունդ ենք եւ մենք դա էլ է շատ կարեւոր, երբ որ ասում ենք, որ ճիշտ կլինի, որ ոչ թե լինի այսպես, այլ լինի այլ կերպ, սովորաբար դա ընկալվում է, որ ասողը այլ կերպի կրողն է եւ այն ինչ որ փորձում ենք փոխել վերաբերվում է ուրիշներին, բայց այդպես չի բարեբախտաբար թե դժբախտաբար, ինչ ասում ենք միջավայրային առավել եւս վերաբերում է բոլորիս, առանց բացառության բոլորիս, եւ սա նույնպես աշխատանք է, որը մենք պետք է կատարենք, ինքներս մեր վրա աշխատելը այդ աշխատանքի ամենակարևոր մասն է։ Եվ ես ուզում եմ հաջողություն մաղթել մեզ հանրային խորհրդի աշխատանքներում, ես կարող եմ երաշխավորել, որ կառավարությունը կունենա ամենաակտիվ եւ բարձր մակարդակի մասնակցություն, իհարկե այն ըմբռնմամբ, որ հանրային խորհուրդը նոր ձևավորված կլինի հենց այսպիսի հարթակ, որտեղ կլինեն գաղափարների բախում, գաղափարների քննարկում, բանավեճ եւ ոչ վիճաբանություն եւ իհարկե կառավարությունը պիտի ուղղ ասեմ, որ առաջին շահագրգռված մարմինն է նման խոսակցության համար եւ ուզում եմ ամփոփելով եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ նման պատրաստակամության համար, որովհետեւ այս պայմաններում հասկանալի է, որ հեշտ որոշում չէ համաձայնվել լինել հանրային խորհրդի
անդամ, մենք բոլորս դա գիտակցում ենք եւ առավել եւս այս պայմաններում ձեր համաձայնությունը կրկնակի, եռակի գնահատանքի արժանի է եւ ես արտահայտում եմ այդ գնահատանքը եւ իմ հարգանքների հավաստիքը։ Շնորհակալ եմ։